Եվ որպեսզի ոգեշնչվենք ավելի շատ լեռներով, ահա իմ ընտրած լավագույն 5 ֆիլմերը լեռների, արկածների և մարդկային ոգու մասին։ 2018 թվական Ալեքս Հոլնդոնի առաջին անվտանգ վերելքն էր կապիտանի վրա, առանց պարանի։ Ֆիլմը ոչ միայն ցույց է տալիս անհավանական ռիսկը, այլև խորությունն բացահայտում է մարդու մտքի ու վախի սահմանները։ Օսկարակիր լավագույն վավերագրական ֆիլմերից 2017 թվական Թոմի Կալվեի և Քևին Ջերքսոնի պատմությունը Էլ կապիտանի ամենադժվար պատի վրա։ Ֆիլմը ոգեշնչում է համառությամբ և ընկերությամբ, ցույց տալով, որ անհնարինը երբեմն հնարավոր է դառնում թիմային աշխատանքով։ Ջո Սիմփսոնի և Սայմոն Եսթի իսկական պատմությունը Պերուի անդերներում վտանգավոր վերելքից հետո գոյատևման մասին։ Դասական գոյատևման և ընկերության պատմություն շունչը կարող է կտրել։ Մերու 2015 թվական Կոնրադ Անկրեի, Ջիմի Չինի և Ռենան Օսթուկայի եռյակի փորձը Մերուի գագաթին։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում հաղթահարել անհնարինը և ինչ գին է վճարում երազանքի։ Եվ իհարկե Էվերեստ 2015 թվական 1996 թվականի Էվերեստի ողբերգության վրա հիմնված ֆիլմը Ռոբ Հոլի և Սքոթ Ֆիշերի պատմությունն է, ցույց տալիս լեռների գեղեցկությունը և դաժանությունը, մարդկային սխալների և գոյատևման ուժը։ Այս ֆիլմը ոչ միայն լեռների մասին է, այլև մարդու ներքին ուժի, ընկերության և բնության հետ հարաբերությունների մասին, հենց այն, ինչը մենք զգում ենք աժդահակը բարձրանալիս։